Պարոն Կարապետյան, նախ ինձ համար անակնկալ էր շրջառողություն այս թեմայով ասուլիս հրավերելու վարից, մի փոքր ուշ գուցե ասել եք բարձրաբանեք, ինչ հրատապություն կար այս թեմայով հիմա, եւ Նիկոլ Փաշինյանը ձեզ սպառնացել է հենց այս թեմայով, այսինքն լրտեսության մեղադրանքով դատի տալ եւ դեր Սամվել Կարապետյանի, որ պետք է լինի որպես լրտես նստի, նա ինչ-որ պրոցես կա, թե չէ սրա մասով ինչ է դիտվել։ Ինքը իր դեմ դատական պրոցես կսկսվի ու մենք մեր երկրի 4 երկրի լրտեսներին, մեր երկրում գործող պետքա գտնենք ու ես իրապես համաձայն եմ, որ լրտեսություն անող գործակալները պետք է համաձայնենք բոլոր տեսակի անգամ եվրոպական կոնվենցիաներից դուրս ենթարկվեն պատասխանատվության։ Ժամանակը կգա, մենք հայտարարել ենք, որ պետական դավաճանության մասին լինելու է բաց դատ, լինելու է թափանցիկ դատ, որտեղ պաշտպանվողներն էլ եւ տուժողներն էլ ունենալու են բոլոր իրավունքները հավասար եւ մեր ժողովուրդը կիմանա։ Մեր ժողովուրդը կիմանա։ Մենք էլ երեք ցնցական կոռուպցիոն հաղորդագրություն տարածեց Դերկիմակից Ալիկ Ալեքսանյանի տարածած տեսանյութի հետ կապված, որ կառավարության նախաձեռնվել հետաքրքիր է այս մասը։ Իսկ հակակոռուպցիոն ինչ կապ ուներ այդ վարույթով։ Այն տեսանյութը գիտեք, որ մի զինվորականը ասում է դիրքերից մեզ հանել են, դիրքերից զինվորականն է, մեզ մոտեցել է զինվորական եւ ասել է, որ մեր դիրքում էլ մարդ չկա։ Ասել է, մի քանի անգամ ճշտում ենք արել։ Իր գործընկերների հետ ենք ճշտում արել։ Հնարավոր է մարդուն ճշտման տակ ինչ որ բան են կորզել։ Բայց մարդը մոտ մի 5 անգամ մեզ ասել է, որ մենք դուրս ենք եկել, դիրքում էլ մարդ չկա։ Մեր դիրքը էլ հայկական զորքի կողմից չի կառավարվում։ Դա ամեն դեպքում մարդը զինվորական ծառայության մեջ է, հնարավոր է ինչ-որ ազդեցությունների տակ ինչ-որ բան է ասել, մենք այդտեղ որպես լրատվամիջոցներն էլ լուսաբանել են եւ կարծում եմ այդպիսի հատկանշական բաներ պետքա լուսաբանվի, որ Վարդենիսի իրենց առաջխաղացումների օրը չընկնենք։ Պետք է լուսաբանենք, պարոն Մակարյան, որովհետև ինչը չենք լուսաբանում, հետո մի օր զարթնում ենք, տեսնում ենք օրինակ մի քանի 100 մետր առաջ եկած դիրքեր, օրինակ Վարդենիսում, որի մասին մեր գոլեգաները ընդդիմության, կարծում եմ պարոն Թաթյանը հայտարարել է։ Նկատում եմ Ալիկ Ալեքսանյանի մասով ինչ-որ գործընթաց կա, օրինակ նա ներգրաված է, թե միայն այդ Կարծում եմ չէ, բայց դա որևէ խոչընդոտ չի, ինչքան այդպիսի տվյալներ լինեն, մենք հրապարակային ասել ենք։